վերնատուն։ Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, հետևողներ, Ստուդիո 20 ցուցասրահում բացվել է Արաքս Սահակյանի «Իմ տան պատուհանները» անհատական ցուցահանդեսը, արվեստագետի հետազոտության առանցքում հիշողության, միգրացիայի անհատական եւ կոլեկտիվ պատմություններն են։ Ողջույն Արաքս, ուրախ եմ ձեզ մեզ մոտ հյուրընկալելու համար։ Ողջույն, շատ շնորհակալություն։ Արաքս, գիտեմ, որ դուք ապրում եք Փարիզում եւ այստեղ շատ ժամանակ առ ժամանակ եք գալիս։ Մինչև ցուցահանդեսին անդրադառնալը կուզեի խոսեինք, թե ինչ է արվեստը ձեզ համար, քանի որ գիտեմ, որ այն ձեր առաջին մասնագիտական ընտրությունը չի եղել եւ դուք շատ ավելի ուշ եք եկել արվեստի միջավայր։ Դե ամենադժվար հարցից ենք սկսում երևի։ Այո, արվեստը իմ առաջին աշխատանքը չի եղել, պրոֆեսիոնալ, ես սովորել եմ սկզբից թարգմանչական, ֆրանսերեն, իսպաներենի, եւ հետո եմ ուզեցել սովորել գեղարվեստական եւ մեկնել եմ Ֆրանսիա, բայց ինձ թվում է արվեստը միշտ եղել է իմ կողքին, որովհետեւ արվեստը հենց այդ հայացքի մասին է, թե ինչպես է ամեն մեկը այդ իր հայացքով նայում, հենց այդ է տարբերությունը արվեստագետների մեջ եւ մարդկանց մեջ, ու իմ համար արվեստը այդ մեծ երևույթն է, որը որ շատ պետքական գործիք է ապրելու եւ շնչելու համար։ Իսկ ընդհանրապես հայացքի տարբերությունների մասին խոսեցիք, շատ հետաքրքիր է օրինակ ձեր հայացքով ինչ է կատարվում արվեստի դաշտում, եթե այսպես նայենք, շատ մեծ գլոբալ, այսպես հայացքով, ոչ միայն հայաստանյան միջավայրում։ Այո, դե ես անդրբնակավարային արվեստագետ եմ, այսինքն ոչ միայն նկարչությամբ եմ զբաղվում, նաև վիդեոներ եմ անում, պերֆորմանս եւ այլն, ես ավելի շատ գնում եմ թատրոն կամ պար եմ նայում, քան ցուցահանդեսներ, կինոներ, ու ինձ թվում է հիմա այս ժամանակահատվածում շատ տարբեր երևույթներ է լինում ու միևնույն ժամանակ ու հենց դա է, որ ավելի շատ ինչպես են ասում, շատ մուլտիդիսցիպլինար է, չէ՞ դարձել արվեստը, այդպես ասած։ Բացի դրանից ու շատ տարբեր են ու բոլոր այդ տարբերությունները իրար հետ ապրում են ու հենց այդ է հետաքրքրական է այս ժամանակահատվածի մեջ, որ շատ տարբեր բաներ կարողանում են ապրել միևնույն ժամանակ։ Ու արվեստագետները ինչպես են կարողանում այդ տարբեր երևույթների մեջ ապրել ու նաև նորից ուրիշ հայացք ստեղծել, բայց դա արդեն շատ հարցեր է վերում։ Շատ լավ, եկեք խոսենք ցուցահանդեսից, ինչ է իրենից ներկայացնում ցուցահանդեսը, ինչն եք հատկապես փորձել շեշտել ու կարևորել։ Ես ինքս երեք եղա ձեր ցուցահանդեսում, ինքս իմ կարծիքը նույնպես կասեմ, բայց ավելի ուշ կուզեի ուղղակի ձեր այսպես ուղերձը, ձեր ցուցահանդեսի ուղերձի մասին խոսենք, որպեսզի ռադիո լսողին ավելի հասկանալի լինի։ Իմ տան պատուհանները դա ցուցահանդես է, որը կազմակերպել ենք Ստուդիո 20-ում, Մոմիկ Վարդանյանն է համադրողը, եւ այնտեղ ներկայացնում եմ մի շարք իմ նկարներից, որոնք ստեղծել եմ, այսինքն նկարել եմ ֆլոմներով, թղթերի վրան։ Ու ինչու իմ տան պատուհանները, որովհետեւ դա ամենամեծ նկարի անունն է նաեւ։ Ու ինչու իմ տան պատուհանները, որտեղ այդ նկարի մեջ մեծ պատուհանից կարող ենք տեսնել 3 քաղաքները, որտեղ որ ապրել եմ, Հրազդանում, որտեղ որ ծնվել եմ ու մեծացել եմ մինչև 13 տարեկան, Ալիկանտե քաղաքը ծովային, որտեղ որ մեկնել ենք ծնողներիս հետ, եւ հետո Փարիզը, որտեղ որ ես եմ մեկնել։ Որ քաղաքը ներեցեք Իսպանիայի։ Ալիկանտե։ Ու այդ 3 քաղաքները իմ համար շատ կարևոր են ու օրինակ ես Հայաստանում միայն ապրել եմ շատ երկար ժամանակ Հրազդանում ու իմ համար շատ հարազատ է ու իմ փոքր ժամանակ ես այնտեղ եմ եղել, իսկ Ալիկանտե ու շատ ցուրտ է Հրազդանում, Ալիկանտեում շատ շոգ ու Փարիզում sense միջին չափի, այսինքն այդ բոլոր զգացողությունները այդ քաղաքների ինչ շատ ոգեշնչել են ու ես ուզեցել էի այդ նկարը նկարել, որ նաև կա ինչ-որ մի միզանաբիմ, որտեղ որ
այդ բոլոր երեք քաղաքները հենց մի մեծ պատուհանի ցեն ու ինչպես եթե գնացել են մեր լսողները կամ գնալու են կտեսնեն նաև որ ես ոգեշնչված եմ շատ գորգերով, զարդանախշերով ու այդ մեծ պատուհանի նախշերը կողքի բոլորը նաև գորգերից եմ վերցրել եւ օգտագործում եմ շատ գույներ ու այդպես Այո, ձեր ցուցահանդեսը շատ գունեղ էր եւ գտե թե այնտեղ սև եւ սպիտակ չկար, անտեսանելի էր այդ սև ու սպիտակ գույները, բայց դուք խոսում եք հիշողության մասին, խոսում եք շատ խնդրային երևույթի մասին, միգրացիայի մասին եք խոսում եւ այսպես պոզիտիվ գույներով, օրինակ կարող եք բացատրել թե որտեղից է գալիս այդպիսի զգացողությունները պոզիտիվ դե ես շատ ուրախ եմ որ ձեզ դա բերել է պոզիտիվ էներգիա, պոզիտիվ գույները, բայց իմ աշխատանքի մեջ այդպիսի տրամաբանություն չկա, այսինքն չկա վարդագույն, սա է նշանակում, կապույտ, սա է նշանակում, այսինքն ես օգտագործում եմ բոլոր գույները, բոլոր թեմաներից խոսելու համար, այսինքն ես կարող եմ օգտագործել շատ վառ գույներ, բայց խոսել շատ վատ թեմաներից կամ շատ բարդ թեմաներից կամ շատ ցավալի թեմաներից ու իմ համար շատ կարևոր է որ արվեստագետը այդ ազատությունը ունենա նաև դուրս գալ այդ տրամաբանական գույներից որտեղ որ կա չէ օրինակ սևը սրա համար, սպիտակը սրա համար ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրել որտեվ ափսոս եմ յուս գույները չօգտագործել ու այդ էլ օրինակ երբ որ իմ գործերը նկարչության հետո մի քանի գործ դարձել են գորգեր դա էլ է բարդություն եղել մեր գորգագործողների համար որտեղ ընդհանրապես հայկական գորգի մեջ կան 10-12 գույներ բայց իմ աշխատանքների մեջ կան 20-ից ավել գույներ դա նշանակում է որ երբ որ գորգ են գործում իմ նկարով շատ դժվարանում է Իսկ ընդհանրապես միգրացիայի հետ ինչ կապ ունի գորգը, կա ինչ որ ընդհանուր բան կա Իմ համար շատ մեծ կապ կա, որովհետև դե հենց գորգը ինքը այնպիսի իր է, որը որ կարող ենք մեր հետ տանել ու տարբեր մշակույթների մեջ հենց գորգը եղել է այդ իրը, որ տարել են միտեղից միտեղ Իսկ հայկական մշակույթի մեջ դե գորգարվեստը նաև եղել է դե ծնողներից տեղափոխել են երեխաներն են սկսել ժառանգաբար փոխանցվող տեխնիկա է ու գորգերը նաև իմ համար այսինքն ինչու եմ գորգերով ոգեշնչվել, որովհետև փոքր ժամանակ ես խաղացել եմ գորգերի վրան, ինչպես շատերը ու այդ բոլոր զարդանախշերը կամ երկրաչափական կամ ծաղկային շատ իմ անգիտակցորենի մեջ եղել ու ես հետո ուզեցել եմ երբ որ սկսել եմ նկարել այդ ամեն ինչը դնեմ իմ նկարների մեջ այսինքն իմ նկարները այսպես ասած կոլաժային նկարներ են որտեղ որ ես շատ թեմաներ ու շատ անգիտակցական շատ բաներ դնում եմ նույն թղթի վրա Միգրացիայի թեման դուք դիտարկում եք ոչ միայն այսպես քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիր, այլև պոետիկ, գեղագիտական տեսանկյունից կարող ենք հասկանալ սահմանը ընդհանրապես քաղաքական խնդիրների ու գեղագիտության ու թերևս այստեղ կուզեի լսել նաև ձեր կարծիքը արվեստի գործառույթի նշանակության մասին Ինձ թվում է, որ այս քաղաքագիտական հարցերը միշտ են արվեստի մեջ ու մենք չենք կարող դրանից խուսափել, այսինքն բոլոր արվեստն է, որ կախված է քաղաքագիտական հարցերից, բայց իմ համար հետաքրքիրն այն է, որ ամեն մի արվեստագետ կարողանում է իր վախերով, իր երազանքներով ներկայացնել այդ ամեն ինչը ու իմ աշխատանքի մեջ, ուրիշների աշխատանքի մեջ չգիտեմ, բայց իմ աշխատանքների մեջ այդ երկու աշխարհը, ինտիմային եւ անձնական եւ կոլեկտիվ խմբակային միշտ իրար հետ խոսում են կամ եթե չեն խոսում, միշտ այդ երկուսը իմ աշխատանքների մեջ կան ու իմ համար շատ կարևոր է այդ ոնց որ ասեմ
գնալ գալ անել այդ ինտիմի եւ խմբակային հարցերի շուրջ, որովհետեւ ես շատ եմ օրինակ խոսում մարմնի մասին, մաշկի մասին, սահմանների մասին, պատուհանների մասին, օրինակ պատուհանները իմ համար նույնն են, ինչ որ պատուհանները տան համար նույնն են, ինչ որ մաշկը մարմնի համար։ Ու սահմանները իմ գորգերի, իմ նկարների նույնն են, ինչ որ մեր մարմնի սահմանները, որտեղ որ մաշկը բաժանում է մեզ դրսի հետ։ Այդ ամենի իմ համար շատ պարզ են իմ գլխի մեջ ու ուզում եմ ներկայացնել նաև մի քիչ ցույց տալ ուրիշներին։ Արքս, իսկ կարող ենք խոսել ձեր անձնական փորձառության մասին, որպես միգրանտ, որովհետև ամեն դեպքում ես այսպես հասկացա, քանի որ պատուհանը ինչ որ իմաստով սիմվոլիկ նշանակություն ունի ձեր գործերում, դուք այդ պատուհանից, եթե գտնվում եք Իսպանիայում, պատուհանից հաճախ նայում եք դուրս ու գուցե տեսնում եք Հրազդանը կամ Հայաստանը եւ հակառակը Հայաստանի պատուհանից գուցե տեսնում եք օրինակ Փարիզը, այսպես ասած։ Ոնց է, կուզեի ընդհանրապես խոսեինք հենց այդ մասին, ձեր փորձառության մասին, եթե իհարկե կուզեք։ Այո, այդ հարցերը, որ տալիս եք, իրենք շատ նեյրոգիտական հարցեր են, որոնցից մի քիչ կարդացել եմ, բայց ես մասնագետ չեմ, բայց մի քիչ կարդացել եմ այդ հիշողության թեմաներով, այսինքն գիտական առումով։ Դե դա նաև ինձ միշտ հարց են տալիս, ինչ լեզվով ես մտածում եւ այլն, դա շատ կապ ունի այդ հարցերի հետ։ Իհարկե, երբ որ մտածում եմ, երբ որ հիշողությունների մեջ եմ կամ երբ որ ինչ որ մի բան եմ ուզում արտահայտել, միշտ այդ քաղաքները, որտեղ որ ապրել եմ, իրար հետ խառնվում են իրար ու դառնում են ինչ որ մի խառնաշփոթ իմ գլխի մեջ։ Հետո ես եմ, երբ որ ոնց որ դասավորում եմ այդ ամեն հիշողությունները, բայց այո, կարող է լինեմ ես Հրազդանում կամ Երևանում ու մտածեմ կամ տեսնեմ Երևանը ու տեսնելը չի միայն, որովհետև նաև ասեմ մի թեմա, որ ինձ շատ է հետաքրքրում, մենք շատ ենք այս վիզուալ աշխարհի մեջ, այսինքն շատ մեզ հետաքրքրում է հիմա Instagram, Facebook, որտեղ որ լրիվ վիզուալ են, այսինքն մենք մեր զգացողություններից միայն ոնց որ վիզուալ աչքերն ենք օգտագործում, բայց նաև կան ականջները, կան նաև շնչելը ու հենց այդ է, չէ, որ երբ որ իջնում եմ օրինակ Զվարթնոցը արդեն հոտնել է ուրիշ ու էտել է շատ օրինակ կամ գնում եմ Իսպանիա, այնտեղ էլ է հոտը ուրիշ ու դրանով են նաև մեր հիշողությունները կապնում, բոլոր զգացողություններով, ոչ միայն աչքերով ու ես կամ փորձում եմ այդ ամեն ինչը, ոչ թե փորձում եմ, այլ անում եմ այդ ամեն ինչը իմ գլխի մեջ ու հետո ստացվում է Իսկ ավելի շատ արվեստային որ տարածքն է, որը ձեզ ավելի ներշնչում է, ոգևորում է, ոգեշնչում է, ինչ որ նոր բաներ անելու, նոր մտքեր, նոր գաղափարներ։ Իմ համար շատ կարևոր է պերֆորմանսը եւ մարմնի հետ կախված բոլոր արվեստները, որովհետեւ ինձ թվում է, եթե կարողանանք, այսինքն եթե ուզում ենք ինչ որ մի, այսպես ասել, ռադիկալ ինչ որ մի փոփոխություն անել արվեստի մեջ, ինձ թվում է դա մարմնի միջոցով կլինի, որովհետև մյուս բնագավառները ինձ թվում է այսպես ասած դեկալաժ կա, այսինքն մի քիչ ոնց որ ավելի հեռու է կամ հետո է լինելու, իսկ ինչ կախված է բոլորին արվեստները, որոնք կախված է մարմնի հետ, բարերը, պերֆորմանսը, թատրոն, դրանք ավելի շուտ են ու երբ որ տեսնում ես բեմի վրա կամ պերֆորմանսի ժամանակ ինչ որ մի մարմին, որ մի ձև է շարժվում, դա ավելի արագ էֆեկտ ունի հենց մշակույթի պատմության, այսինքն արվեստի պատմության վրա։ Դա ես եմ այդպես մտածում։ Շատ լավ, իսկ ինչու է պետք, որ օրինակ ժամանակակից արվեստը ռադիկալ առաջարկներ անի, արմատական առաջարկներ անի։
Դե ճիշտն ասած չի ուզում այդ բառը օգտագործել ռադիկալ, որտեղ երբ որ օգտագործում ենք այդ բառը, արդեն շատ ուրիշ թեմաներից ենք խոսում, բայց ինձ թվում է այո, պետք է արվեստը ռադիկալ լինի, բայց նաև արվեստը պետք է լինի շատ անդրբնակավարային, այսինքն այդ հայացքները շատացնելու համար շատ կարևոր են։ Դա է հիմնականը, որովհետև մտածեք, եթե ընդամենը մի հայացքով նայեն բոլորը, դա նշանակում է ապրում ենք այնպիսի մի տեղ, որտեղ որ մեզ չեն թողում մտածել ուրիշ ձևով, այսինքն պետք է հասկանալ հակառակը, այսինքն դու մենք կարող ենք նայենք արվեստի աշխարհը եւ հասկանանք ինչպես է երկրի ազատությունը։ Ու դրա համար եթե տեսնենք, որ արվեստագետները իրանք շատ բազմազան հայացքներ ունեն ու շատ իրենք նաև առողջ են մտքով եւ այլն, դա շատ բան է ասում արվեստի աշխարհի մասին։ Իսկ եթե հակառակը որ տեսնենք, որ մի կողմանի են մտածում կամ այդքան առողջ չեն, դա նշանակում է, որ երկիրն էլ այդքան լավ վիճակի մեջ չի։ Դրա համար ինձ թվում է արվեստը նաև այդ առումով գործիք է, որը որ փոխել, ոչ թե փոխել, այլ ինչ որ մի սերմ դնել մարդկանց գլխների մեջ, բայց ես չեմ կարող ասել, որ արվեստը ինչ որ մի բան, մեծ բան փոխում է, բայց գիտեմ, որ ուղեկցում է ու կարող է հետաքրքիր ճանապարհորդություններ լինեն այդ արվեստի հետ։ Իսկ ձեզ այլ թեմաներ, եթե այսպես հետաքրքրում են, դրանք որոնք են միգրացիայից, հիշողություններից եւ այդ 3 քաղաքներում ձեր ունեցած փորձառությունից դուրս։ Այո, դե միգրացիոն թեմաները տրամաբանապես շատ ներկա են իմ աշխատանքի մեջ, որովհետև ես ծնվել եմ Հրազդանում, մեկնել ենք Իսպանիա եւ այլն, հետո ես եմ գնացել Ֆրանսիա, թարգմանչական եմ ավարտել ու 5 տարվա մեջ թարգմանչական խոսել ենք շատ հենց այդ միգրացիոն թեմաներից, որտեղ հենց թարգմանչությունը շատ կախված է այդ թեմայի հետ, բայց նաև ինձ հետաքրքրում են ուրիշ թեմաներ, ես աշխատում եմ գիտնականների հետ, կլիմայի, այնտեղ Ֆրանսիայում, ովքեր որ ֆիզիկոսներ են, քիմիկոսներ են եւ հետաքրքրված են մեր անցյալ կլիմայով եւ ապագայով եւ ներկայով եւ աշխատում եմ իրենց հետ։ Այսինքն կլիմայի փոփոխությունների հետ կապված։ Այո, շատ կամ միլիոնավոր տարիներ առաջ կամ հազարավոր կամ ներկա կլիմայի մասին կամ ապագա կլիմայի մասին, որտեղ նույն գիտնականները չեն։ Ու շատ հետաքրքիր է իրենց հետ աշխատելը, ես այսինքն սովորել եմ Սորբոնի համալսարանում, հետո Սերժի համալսարանում արվեստի դպրոցում բարձրագույն, բայց դրանից հետո մի քանի տարի առաջ որոշեցի սովորել 1 տարի արվեստ եւ գիտություն եւ դրա պատճառով է, որ սկսեցի աշխատել գիտնականների հետ, շատ ոնց են ասում չէի մտածել, որ իրենց հետ աշխատելու էի, բայց այդպես ստացվեց ու շատ լավ ստացվեց, որովհետև երբ որ խոսում եմ գիտնականների հետ, իրանք շատ նման են արվեստագետներին, ինչպես իրար չենք հասկանում կոնկրետ, բայց երբ որ իրար հետ խոսում ենք, մեր գլխները ոնց որ միաժամանակ աճում են, այսինքն ոնց որ ուրիշ լեզու խոսենք, բայց հասկանում ենք իրար ու շատ տարօրինակ այդպեսի կոմունիկացիոն հաղորդակցություն է լինում ու ես հորինել եմ, այսինքն մի պրոյեկտներից մեկը, մի ծրագրերից մեկն է, որ հորինել եմ մի հատ երկրագունդ, որտեղ որ միայն սառցե երկրագունդ է եւ այնտեղ միայն ապրում են մարդիկ, որ ծնվել են ծնծաղիկներից ու ես հրավիրեցի այդ գիտնականներին մտածել, թե ինչպես է իմ մոլորակը, իմ երկրագունդը ու իրենք շատ լուրջ իմ հարցին մոտեցան ու այդ դարավ վիդեո պրոյեկտ եւ դրանից հետո ես արեցի մի հատ պերֆորմանս նաեւ դրա մասին։ Այսինքն շատ ծրագրեր կան ու հիմա նաեւ աշխատում եմ մի հատ ինժեների հետ,
մի հատ մեքենա ենք կառուցում նաև ոգեշնչված այդ թեմաներից։ Հետաքրքիր է, դա նույնպես մեր ժամանակների այսպես նորություններից է, որ արվեստը արդեն սկսել է գիտության հետ երկխոսության մեջ այսպես մտնել, երկխոսել, հա։ Այ ինձ թվում է բոլոր ժամանակներում արվեստը միշտ է եղել կապված գիտության հետ։ Ուղղակի հիմա ավելի այսպես ասած, երբ որ հիմա կան կառույցներ, հիմա կան պատկերասրահներ, թանգարաններ եւ այլն ու կան նաեւ տենդենսներ, չէ, համադրողների մեջ, որ արվեստ եւ գիտություն ներկայացնել, բայց օրինակ ես անձամբ չեմ մտածել հիմա ես ուզում եմ արվեստ եւ գիտություն սովորել կամ հիմա ես ուզում եմ իմ ծրագիրը լինի արվեստ եւ գիտություն։ Ուղղակի ստացվել է, որ ես Այսինքն ճիշտն ասած եղել է, այսինքն 2020 թվականի պատերազմը իմ մեջ էլ շատ բան է փոխել, այն առումով, որ ես ոնց որ չէի կարողանում նույն ձևով, ինչպես որ ես խոսում էի, նույն ձևով խոսեի դրանից հետո, ոնց որ եկել էի, ինչ են ասում, մի փակ ճանապարհ, հա, այդպես ասած, ու դրանից հետո ես որոշեցի ինչ անել, պետք է ուրիշ բնակավարում գնամ, որ իմ գլուխը նորից սկսի աշխատել։ Դրա համար ես որոշեցի Այսինքն պատերազմից հետո դուք որոշեցիք սովորել արվեստի ու գիտության հետ։ Այո, ու նաև որովհետև դե փոքր ժամանակ ես շատ էի սիրում մաթեմատիկա ու շատ եմ սիրել այդ գիտական առարկաները ու իմ համար աշխատել գիտնականների հետ ոնց որ իմ ֆրուստրացիան ուրիշ ձևով աշխատելն էր։ Արաքս, ես գիտեմ, որ ընդհանրապես արվեստագետները թերթում են նախորդ արվեստագետների այսպես բաները, չէ, այսպես ալբոմները, ռեպրոդուկցիաները, փորձում են սովորել, փորձում են ճանաչել արվեստի պատմությունը եւ դրանով առաջնորդվել, այսինքն ճանաչելով, հասկանալ, մերժել հինը եւ նոր բաներ ստեղծել։ Բայց փաստորեն դուք բոլորովին այլ ճանապարհով եք գնում, այսինքն ձեզ արվեստը ավելի քիչ է հետաքրքրում, քան գիտությունը, քան օրինակ այլ արվեստները, արվեստի այլ ոլորտները, օրինակ խոսեցիք թատրոնից, պարից եւ այլն մարմնի հետ կապված այդ ընդհանրապես պրակտիկաներից եւ կուզեի խոսեինք թե դա ինչի հետ է կապվում, ինչով է դա պայմանավորված։ Շատ բարդ հարց է, բայց ինձ թվում է ոչ, ես իհարկե հետաքրքրվում եմ արվեստով ընդհանրապես, այսինքն սովորել եմ նաև արվեստի պատմություն եւ այլն ու իհարկե հետաքրքրված եմ արվեստի պատմությամբ, բայց ինձ թվում է հենց նրանից է կախված, որ ես 18 տարեկանում չեմ սովորել արվեստ, ես սկսել եմ արվեստ սովորել 24 տարեկանում, այսինքն ես եմ ընտրել արվեստ սովորել, իսկ 18 տարեկան երբ որ սկսել եմ թարգմանչական սովորել, որտեղ արդեն մի քանի լեզու գիտեի ու ես արդեն թարգմանիչ էի, որովհետև ծնողների համար էլ էի մեկ-մեկ թարգմանիչ արդեն դարձել կամ ուրիշների համար, այսինքն իմ համար բնական ինչ որ մի երևույթ էր, ուղղակի հետո դիպլոմ ունեցա թարգմանչական, որի համար շատ ուրախ եմ, բայց որը շատ է ինձ օգնել որպես արվեստագետ, ինչպես մտածել որպես արվեստագետ, այսինքն իմ հայացքը նաև թարգմանչական հայացք է արվեստին, բայց ես գտնում եմ, որ այսինքն ես չեմ մտածել ինչ անեմ, որ տարբեր լինի, ուղղակի այսպես է ստեղծվել, որովհետև ամեն ինչ երևի թարս եմ մտածում կամ ուրիշ ձևով եմ մտածում, փոքր ժամանակից է այդպես, չգիտեմ, իմ մաման էլ է միշտ ասում, որ ամեն ինչ թարս եմ անում, երևի ճիշտ է ասում։ Եվ առաջին անգամ է փաստորեն Հայաստանում, որ ցուցադրվում եք, չէ, թե երկրորդ անգամ դուք ասացիք, որ ժողովրդական արվեստի թանգարանում նույնպես ցուցադրվել եք։ Առաջին անգամ է, որ մենացուցահանդես է, բայց 2 տարի առաջ ես համադրել էի Իրինա Պոպիաշվիլիի հետ մի ցուցահանդես ժողովրդական արվեստների թանգարանում,
որ կոչվում էր սահմանակցային զարդանախշեր, borderline ornaments, եւ այնտեղ նաև հրավիրել էինք մի քանի արվեստագետ ուրիշ տեղերից եւ նաև Հայաստանից մասնակցում էին եւ դա տեքստիլի եւ գորգերի մասին էր ու շատ գեղեցիկ ցուցահանդես արեցինք եւ հետաքրքիր է ընդհանրապես ունենալ ցուցահանդես կամ ներկայանալ ցուցահանդեսով Հայաստանում եւ դրսում արտերկրում այդտեղ ինչ որ տարբերությունները մեծ են Դե գիտեք իմ համար նույն են, այսինքն ոչ թե նույն են, ես երբ որ ներկայացնում եմ իմ աշխատանքը, նույն ձևով եմ ներկայացնում, այսինքն նույն իսկ հաշվի չեք առնում տվյալ քաղաքի առանձնահատկությունը, լսարանը, հանդիսատեսը, չգիտեմ Ոչ, որովհետև եթե իմ աշխատանքներ արդեն գոյություն ունեն, ես չեմ փոխելու իրենց համար կամ ինչ որ մի բան չեմ ադապտացնելու ես ներկայացնում եմ իմ աշխատանքը եւ մարդիկ գալիս են տեսնում են իհարկե իրենց հայացքը կարող է մի քիչ ուրիշ է բայց նաեւ արտասահմանում էլ Իսպանիայում ուրիշ է Ֆրանսիայում ուրիշ է բայց իմ համար ես նույն ձևի եմ ներկայացնում եւ նաեւ նույն օրինակ Իսպանիայում ինչպես կխոսեք հայկական թեմաներից, հայկական միգրացիայից, գորգերից, կորուստներից, ասենք եւ այլն։ Դե հենց դա որ օրինակ Ֆրանսիայի ու Իսպանիայի մեջ շատ տարբերություններ կան, որտեղ Իսպանիայում շատ բան չգիտեն Հայաստանի մասին, ի տարբերություն Ֆրանսիայի, որ մի քիչ ավելի շատ գիտեն, բայց էլի շատ չգիտեն։ Ու Իսպանիայում երբ որ ասում ես Արմենիա, մեկ-մեկ լսում են Ռումանիա կամ Ալբանիա, այսինքն հենց առաջին նախադասությունից պետք է ասես Հայաստանը որն է, որտեղ է եւ այլն, ինչ լեզու են խոսում եւ այլն։ Արդեն մի քիչ պետք է պատմական ինչ որ մի դաս տալ, հետո նոր անցնել արվեստի մասին խոսել բայց արդեն սովորեմ, որովհետև բայց իրենք շատ բաց մարդիկ են ու ուզում են լսել, այսինքն ինչքան էլ չգիտեն, չեն փակվում, չեն ասում չի հետաքրքրում ինձ, լսում են ու անցնում են առաջ ու շատ լավ, քանի որ հաղորդումն ավարտվում է, փորձենք ամփոփել ու եթե առաջիկայում ծրագրեր կան, ընդհանրապես Հայաստանում ինչ որ մի նոր բան անելու կամ գուցե արտերկրում Դե հիմա ես գտնվում եմ Փարիզի Cité Internationale des Arts Art Residency-ում այս տարի եւ աշխատելու եմ մի ծրագրի վրան որը որ կախված է ջրի հետ, շատ չեմ կարող խոսել այդ այո ջրի հետ ու ծրագիրը լինելու է Լոխավազանում, ինքը պերֆորմանս է լինելու եւ նաեւ ուրիշ նկարներ եմ անելու ընթացքում, բայց բացի դրանից նաեւ աշխատում եմ մի հատ վիդեո ծրագրի վրան, որը որ կոչվում է Իպոքսիա որովհետև նաև այս հունվարից ես նաև անում եմ սուզվում եմ, այսինքն free diving եմ անում, որ իմ համար շատ կարևոր է ու շատ փոխել է իմ հայացքը նաև որպես արվեստագետ։ Ինչի՞ է դա կապված սուզվելու այդ ձեր ցանկությունը, դա ուղղակի հոբի է։ Դե ես ոչ մի բան որպես հոբի չեմ անում, եթե անում եմ, արդեն շատ լուրջ եմ մոտիկանում։ Գուցե կլիմայի հետ կապված հետազոտությունները սկսում եք սուզվելով հասկանալ, որոշել, հա։ Դե երբ որ սուզվում ենք, կարողանում ենք լռություն ունենալ, կարողանում ենք ավելի կենտրոնանալ եւ չթողնել, որ ուղեղը գնա շատ տեղեր, այլ պետք է կենտրոնանալ, որ կարողանալ հանգիստ սուզվել ու բացի դրանից այդ սպորտը նաև ինձ սովորեցրել է ճիշտ շնչել եւ այս բոլոր ամեն ինչ որ ես սովորում եմ, հետո տալիս եմ իմ workshop-ներին, իմ արվեստին եւ նաեւ իմ workshop-ներին, որովհետեւ ես նաեւ եկել եմ Հայաստան, որ ժամանակակից արվեստի ինստիտուտում դասեր տալ, շաբաթ կիրակի ու նաեւ այնտեղ օգտագործելու եմ այս վարժությունները շնչառության, որ հետո անդրադառնանք արվեստին։ Շատ լավ, Արաքս, մենք ռադիոլսողին տեղեկացնենք, որ իմ տան պատուհանները ցուցադրությունը կարող են դիտել Ստուդիո 20 ցուցասրահում, այն շարունակվելու է մինչև երբ։
Մինչև հոկտեմբերի 30-ը։ Հոկտեմբերի 30-ը շատ քիչ ժամանակ է մնացել, եթե հետաքրքրված եք սիրելի ռադիո լսողներ, այցելեք այդ ցուցասրահ եւ տեսեք այսպես Արաքս Սահակյանի պոզիտիվ աշխարհը։ Արաքս, եթե հավելելու բան չունեք, փորձենք արդեն ավարտել զրույցը։ Չէ, ձեզ շատ շնորհակալություն եւ հուսամ բոլոր մեր լսողները կգան ու կնայեն ցուցահանդեսը, եթե շաբաթ գան, կարող է ես էլ այնտեղ լինեմ եւ շատ հետաքրքիր կլինի զրուցել մեր լսողների հետ։ Շնորհակալություն սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր Արաքս Սահակյանն էր, արվեստագետ, իսկ զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն